Պարզ ու շիտակ նայենք միմյանց աչքերին եւ անկեղծորեն հարցնենք իրար, թե արդյոք մենք այսօր լսում ենք աշուղական երգեր։ Շատերը գուցե ասեն այո, որովհետեւ բազմաթիվ երգիչներ են այսօր երգում եւ Սայաթ Նովա, եւ Շերամ, եւ մյուս աշուղների երգերը։ Բայց ամբողջ խնդիրն այն է, թե ինչպես են երգում։ Այստեղ բախվում են հակոտնյա կարծիքներ, ոմանք ասում են ինչ կա, որ ամեն երգիչ իրավունք ունի իրովի մեկնաբանելու երգը, բայց շատերը ընդվզում են պահանջելով անփոփոխ թողնել աշուղական երգի ավանդական կառուցվածքը։ Այնինչին ականատես եւ ականջալուր կլինեք այսօր, համոզված ենք կտա այս հարցի սպառիչ պատասխանը, որովհետեւ այսօր երգերգոցում մի ամբողջ համերգային ծրագրով հանդես կգա իր որակով եւ իր առաքելությամբ բացառիկ մի երաժշտախումբ։ Հանրային ռադիոյի Սայաթ Նովա աշուղական երգի վաստակավոր անսամբլը, գեղարվեստական ղեկավար, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ պրոֆեսոր Թովմաս Պողոսյան։ Գործիքային մասի ղեկավար Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Վարդան Բաղդասարյան։ Բարեկամներ, հետևեք այս հաղորդմանը եւ չեք զղջա, ձեր առջև կբացվի մեր ժողովրդի մշակութային հարստության մի իսկական գանձարան, հայ երգի եւ հայ երգեցողության տոնահանդես, եւ կհամոզվեք, որ միայն անաղարտ երգը կարող է անաղարտ պահել մեր հոգիները, եւ կհամոզվեք, որ հայ երգի մեղեդու եւ խոսքի աղավաղումը մեզ հեռացնում է մեզանից, դարձնում ուրիշ ավելին, այնքան է հեռացնում մեզանից, որ թիթեռի օրապակաս խանդավառությամբ հեշտ ու հանգիստ կարող ենք ընկնել օտար կրակների մեջ եւ այրվենք։ Սայաթ Նովա աշուղական երգի վաստակավոր անսամբլի գոյության եւ գործունեության իմաստը հենց այդ վտանգը կանխելն է, հայ մարդուն հայ պահելն է, հայ երգը հայերեն երգելու եւ հայերեն լսելու մշակույթի սերմանումն է։ Հայ աշուղական արվեստը մի ամբողջ երաժշտական քաղաքակրթության մեծ ու թանձր շերտ է եւ լսելով այսօրվա երգիչներին կբացահայտեք այդ երգատեսակի իսկական հմայքը։ Եվ այսպես, եթերում երգերգոցն է Սայաթ Նովա աշուղական երգի վաստակավոր անսամբլի համերգով։ Աշուղ Մկրտիչ Թահմազյանը Իրանի Փերիա գավառից էր, ներգաղթում է հայրենիք եւ կյանքի վերջին տասնամյակներ անցկացնում աշտարակում։ Այս երգը առաջին անգամ կատարվել է 2005 թվականին Երևանում, երբ Սայաթ Նովա վաստակավոր անսամբլը մի ամբողջ համերգային ծրագրով ներկայացրեց Փերիա հայ աշուղների երգերը։ Աշուղ Մկրտիչ Թահմազյան, դու Գուլուլմանի նման ես, երգում է անսամբլը։
Սագի սիրում գոված մարալի նման ես Դու գունուն մանի նման ես Գոված մարալի նման ես Դու գունուն մանի նման ես Հայաստանի հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Ամիրյան։ Շնորհակալություն։ Ես ուզում եմ հիշել երջանկահիշատակ Ստեփան Պողոսյանի ղեկավարման տարիները հեռուստատեսության եւ ռադիոյի։ Այդ տարիներին մենք ունեինք 9 երաժշտախումբ, որոնք ամեն օր ձայնագրում էին օրվա երաժշտային անցուդարձը, դրանք հնչում էին եթերով, ռադիոյի եւ հեռուստատեսության, իսկ լավագույնները ֆոնդավորվում էին, ի պահպանություն էին հանձնվում ապագայի համար, այսօրվա եւ թերևս վաղվա համար։ Եվ դա է պատճառը, որ մենք այսօր հանրային ռադիոյի ոսկե ֆոնդում ունենք 17000 ժամ բացառիկ ձայնագրություններ, որոնց գերակշիռ մասը պատկանում է հենց Սայաթ Նովա աշուղական անսամբլին։ Եվ այդ տարիների վարած եթերային քաղաքականությունը խիստ հայրենասիրական էր։ Պատմական հաղորդումներ, մշակութային հաղորդումներ, ազգային ազգագրական երգերաժշտություն եւ այդ քաղաքականությունը ձևավորեց մեր հասարակության մեջ մի գիտակցություն, ազգային ինքնության գիտակցություն եւ հասարակությունը ոտքի ելավ պայքարելու անկախության համար։ Տասնյակ հազարավոր երիտասարդներ ոգեշնչվելով այդ եթերային քաղաքականությունից, այդ հայրենասիրական քաղաքականությունից պայքարեցին եւ ազատագրեցին Արցախը։ Եվ այս ամենի մեջ իր լուրջ եւ կարեւոր դերակատարությունն է ունեցել ահա այս հրաշագեղ անսամբլը, Սայաթ Նովա վաստակավոր անսամբլը։ Շնորհակալություն եւ մեր խորին խոնարհումը ձեզ։ Աշուղ Շերամի այս երգը ժամանակին կատարել է հայ աշուղական երգի մեծ վարպետ Վաղարշակ Սահակյանը, որն իր հուշերում պատմել է, թե ինչպես Շերամը իրեն մի անգամ ասել է հետևյալը. «Տղաս, իմ երգերը պետք չէ երգել, այլ մալամիշ պիտի եղնիս»։ Մալամիշ լինել նշանակում է մղկտալ, ինչպես գառնուկն է մղկտում, երբ տեսնում է մորը։ Մի տխմար երաժշտական քննադատ, երբ կարդում է Վաղարշակ Սահակյանի այս տողերը, նրան մեղադրում է, թե դրանով Սահակյանը փորձում է իբր արդարացնել արևելաոչ երգեցողությունը։ Եվ դա այն դեպքում, երբ ինչպես պնդում է Թովմաս Պողոսյանը, Վաղարշակ Սահակյանը հայ աշուղական երգի կատարելագույն մեկնաբանն է եղել։ Աշուղ Շերամ, դու իմ մուսան ես, երգում է Անանիա Հովսեփյանը։
շուխ մասերում Էլին սուրմայ է հարկավոր էդ անեման թերում Էլին սուրմայ է հարկավոր էդ անեման Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյան Ամեն գործ իր նվիրյալին է սիրում և Սայաթ-Նովա աշխուղական երգի վաստակավոր անսամբլում հավաքվել են իրենց գործը սիրող նվիրյալներ Դա վկայում է հենց այն փաստը, որ ինչպես քիչ առաջ մեր ղեկավարը պարոն Ամիրյանը ասաց, անսամբլը լուծարվել էր 99 թվականին և վերականգնվեց նրա բարի կամքի ամենաբարձր դրսևորմամբ և բարի կամքը ասելը քիչ է նրա ջանքերի շնորհիվ և այսօր նորից մենք ունենք մեր նախկին կարգավիճակը և այս փաստը, որ անսամբլը 12 տարի դիմակայեց տոկուն միշտ ոտքի վրա կանգուն, չնահանջելով ոչ մի քայլ և այսօր Սայաթ-Նովա աշխուղական երգի վաստակավոր անսամբլը պարզ ճակատով, հապարտ կեցվածքով նայում է իր ժողովրդին և հիշեցնում, որ ընդամենը 2 ամիս առաջ Մոսկվայի Կրեմլի մեծ դահլիճից մենք մեր անսամբլով ներկայացանք ոչ միայն համայն հայությանը, այլ աշխարհին ասելով տեսեք ու ճանաչենք, այս ենք մենք։ Անհոգի և թույլ երգերի մասին հա թե ինչ է ասել Աշուղ Շահենը։ Երգեր են ծնվում, որոնք սեր են ներշնչում, մտնում են սիրո աշխարհ, բայց այդպես էլ սեր չեն ծնում։ Այս երգը ոչ միայն սեր է ծնում, այլև վերստին հաշտեցնում խռոված սրտերը։ Դա լավ գիտեր մեծ Աշուղը և այս երգում իր սիրելիին հաշտության կոչ է անում։ Աշուղ Շահեն, գյոզալ մինչ երբ խռով մնաս, երգում է Արփինե Մովսիսյանը։ Աշուղ Շահենին
Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Ժաննա Զուրաբյան։ Սիրով ողջունում եմ եւ իմ շատ սիրելի անսամբլին այսօր այս տաղավարում եւ բոլոր հյուրերին Թովմաս Պողոսյանի գործը ստեղծել, հավաքել այսպիսի մի անսամբլ այն տարիների համար շատ մեծ սխրանք էր։ Շատ դժվարություններ անցավ։ Իհարկե նաև օժանդակողներ, օգնողներ կային հայ երաժշտության գիտակների, հեղինակավոր դեմքերի մեջ։ Եվ մենք, երբ առաջին համերգը տեղի ունեցավ ֆիլհարմոնիայի փոքր դահլիճում, առաջին իսկ երգերի կատարումներից ես եւ իմ նման մարդիկ հպարտության ներքին զգացում ապրեցին, որ ասպարեզ է ելել մի ժողովրդական երաժշտության մի անսամբլ, որը ոչ միայն վերականգնում է, վերածնում է Վաղարշակ Սահակյանի ղեկավարած Սայաթնովա անսամբլի միառժամանակ ընդհատված գործունեությունը, եւ ժողովուրդը վաղուց սպասում էր, կարոտած էր այդ անսամբլի երգերին, ոչ միայն վերականգնում էր, այլև գալիս էր նոր խոսքով, նոր որակով, աշխուհական երգի հնչեցման նոր մակարդակով, ավելի վսեմ ու ձիգ, զուսպ, հստակ, այսպես գծագրված, ինչպես եւ այսօր։ Ես կասեի մի տեսակ դասական հանդերձանքով, դասական այսպես ոճով։ Եվ դա իհարկե նաեւ հպարտության ու ուրախության առիթ էր տալիս։ Նորը, որ Թովմաս Պողոսյանը բերեց, պահպանվում է մինչ այսօր։ Ամենակարևորը, որ այսօր ես շարունակում եմ մնալ որպես այս անսամբլի սիրահար եւ գնահատող, դա նա է, որ սովորաբար կոլեկտիվները ժամանակի ընթացքում կորցնում են իրենց ընդհանուր մակարդակը, հետաքրքրությունը, բայց այս անսամբլի իր ղեկավարի շնորհիվ եւ իրենց հենց այդ սիրո նվիրվածության շնորհիվ առ այսօր պահպանում են այդ նույն իմ ասած դասական չափանիշներով ընթացող զարգացումը։ Ինչու՞ էր այդ նորը։ Երկու խոսքով ասեմ։ Այսօր մենք լսում ենք աշխուհական երգի մաքուր տեսակը բերեց Թովմաս Պողոսյանը, ավելի մաքուր։ Եվ այդ մաքրության մեջ բոլոր ավանդական գծերն են։ Այսինքն Թովմաս Պողոսյանը որպես մտավորական երաժիշտ եկավ դեպի աշխուհական արվեստ, արդեն բանասիրական կրթությունը համալսարանից հետո ավելացավ կոնսերվատորիական կրթությամբ, այնպիսի մտավորական երաժիշտի դասարանում, ինչպիսին Արզաս Ոսկանյանն էր, ստեղծագործող, երգիչ եւ հայ երգի գնահատող իսկական գիտակ, եւ ահա Թովմաս Պողոսյանը մտավորական երաժշտի նման մոտեցավ այս գործին ու պահպանեց այդ բոլոր առանձնահատկությունները։ Միաձայն երգեցողություն, դուք նկատում եք, որ այստեղ թեկուզ եւ խմբական երգեցողության մեջ երգը հնչում է որպես մոնոդիկ երաժշտության, մոնոդիկ իր բնությունը պահպանած, միաձայն առանց բազմաձայնության նկրտումների, ոչ մի խաթարող գիծ չկա։ Նվագակցության հյուսվածքը նույնպես պարզ
հստակ, մաքուր, անաղարտ, բնական, առանց ավելորդությունների, առանց բազմաձայնության էլի հարմոնիկ ինչ-որ մոդեռնիզացիաների, բայց եւ երգը, եւ գործիքային երաժշտությունը ուղղորդվում է իմպրովիզացիոն աշխուղական երաժշտության ամենաբնորոշ հատկանիշի իմպրովիզացիոն հոգեբանությամբ։ Աշուղ Հայրիկ Ղազարյանն ապրել է Մարտունու շրջանի Ձորագյուղ գյուղում, նախնիները Ալաշկերտից էին, Չլկանի գյուղից։ Ինքը ամբողջ կյանքում եղել է հայոց լեզվի եւ գրականության հրաշալի ուսուցիչ։ Իսկ աշուղական արվեստում իր ուսուցիչը համարել է Ջիվանուն, որի ազգային մտածողության արժանավոր ժառանգորդն ու հետևորդն էր։ Աշուղ Հայրիկ Ղազարյան, հայոց աղունակ, երգում է Սարգիս Խաչատրյանը։ Որ սուր հանդակ ես հաստատ, հայոց աղունակ բարևտար, գնա դեպի մայրարարա, հայոց աղունակ բարևտար, գնա դեպի մայրարարա, հայոց աղունակ բարևտար։ Թե որ տեսնես գերված մասից, մենք նրա համար ենք լալիս, ծնկաչ հոգայցի ենք գալիս, հայոց աղունակ բարևտար, ծնկաչ հոգայցի ենք գալիս, հայոց աղունակ բարևտար։ Հալում աշենք եղել դարդից, երվում ենք նրա կարոտից, հայրիկի ու հայի սրտից, հայոց աղունակ բարևտար, հայրիկի ու հայի սրտից, հայոց աղունակ բարևտար։ Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի դափնեկիր արվեստի վաստակավոր գործիչ պրոֆեսոր Արզաս Ոսկանյան։ Շնորհակալություն։ Ուրեմն այն ինչ հիմա ես կասեմ, դա բացարձակապես որևիցե միտեղ չեք կարդա, դեռևս այդ մասին ուրեմն չի գրված, քանի որ եւ ոչ ես, ոչ էլ Թովմաս Պավլոսյան դեռևս հուշեր չենք գրել։ Տակավին 80-ական թվերի կեսերին աշխատանքային ռեզերվներ մշակույթի տանը գործող Մարաթուկ խումբը տրոհվեց։ Եվ մշակույթի տան հրաշալի գործունյա տնօրեն Սամվել Բալոյանը հրավիրեցին ես այն ժամանակ մշակույթի տան գեղարվեստական խորհրդատուն էի։ Եվ փորձում էր Մարաթուկի մի մասը հեռացավ, մի մասը մնաց։ Շատ ճիշտ է Արմեն Ամիրյանը, որ առաջանում էին ազգային, ազատագրական, հայրենասիրական երգերի նորանոր խմբեր եւ դա նույնպես տեղի ունեցավ, այդպես կար ակունքը, կային էլի հրաշալի խմբեր։ Եվ ես մի կողմ դնելով Թովմաս Պողոսյանի նրբահյուս հոգին եւ հենվելով նրա մարդկային այլ որակների, այսինքն գիտական իմացության վրա,
խորհուրդ տվեցի եւ Սամվել Բալոյանի հետ մենք գնացինք Թովմասենց տուն։ Թովմասին ուրեմն հանեցինք քնից եւ բերեցինք մշակույթի տուն եւ ստեղծվեց Գանձասար խումբը, որը իսկապես կարողացավ հսկայական աշխատանք կատարել այդ դաստիարակչական, ինչպես նորից նշեմ պարոն Ամիրյանը ասաց։ Այդ բազայի վրա Թովմասը ինքը լինելով հրաշալի գիտնական, արդեն կոնսերվատորիական ուսում ստացած եւ իր երազանքը իրականացնելու հնարավորությունը ձեռքից բաց չթողնեց, մի քանի տարի հետո Գանձասարի հիմքով ստեղծվեց Սայաթնովա խումբը 80-ականների վերջերին։ Ահավասիկ 90-ականների սկզբին, կարծեմ 92 թվականի աշնանը ցուրտ արդեն այն ժամանակ ռադիոյում եւ հեռուստատեսությունը, որը նրանք էլ էին տրոհման ենթարկվել եւ առաջադրել էր Մեղեդի միավորումը, որի տնօրենը դարձել էր մեր հրաշալի երգիչներից մեկը, նույնպես իմ սամ, Էդուարդ Դարփինյանը։ Ես Էձիկին շատ էի օգնում եւ ահա մի օր ես, Էձիկը եւ Թովմասը իմ աշխատասենյակում Դեմրչյան փողոցի նստեցինք եւ բոլոր արձանագրություններն արեցինք։ Ես գիտագեղարվեստական խորհրդի նախագահն էի Էձիկի ցանկությամբ եւ խումբը պետականացրեցինք։ Այդ տեսեք ինչ լավ բան է բարի կամքը։ Շարունակությունը պարոն Ամիրյանն ասաց, որ լուծարվեց, բայց բարեբախտաբար եւ վերականգնվեց։ Ես շատ ուրախ եմ, որ այս հրաշալի խումբը պահպանում է այն, ինչպես ասվեց Ժաննա Զուրաբյանի կողմից, ինչպես սկսվեց, ինչպես Թովմասի մտքերում կար աշխուհական երաժշտության մաքրավոր գեղեցիկ մաքրամաքուր մատուցումը կարողացավ ստեղծվել, լինել եւ շարունակել, ես կարծում եմ հերո է այն օրը, երբ անսամբլը կձանձրացնի մեր ժողովրդին, որովհետեւ այն ինչ որ նա որդեգրել է եւ շարունակում է կատարել, դա մեր բոլորիս երակներում է, մեր ժողովրդի երակներում է արյան հիշողությունը, չի թույլ տա, որ այս հրաշալի անսամբլը հնանա։ Աշուղ բառն արաբական ծագում ունի, սկզբնապես նշանակել է կրքոտ սիրահար։ Աշուղները երաժիշտներ էին, որոնք հորինում էին երգի եւ խոսքը եւ մեղեդին, եւ իրենք էլ կատարում որևէ նվագարանով, թառով, սազով կամ քամանչայով։ Բայց եթե ավելի հեռուն գնանք դեպի պատմության խորքերը, ապա կտեսնենք, որ ըստ էության աշուղական արվեստը գալիս է դարերի խորքից։ Տակավին 5-րդ դարում Մովսես Խորենացին հիշատակել է գողթան երգիչներին, գուսաններին, որոնք երգում եւ փառաբանում էին Տիգրանին, Արտաշեսին, Սաթենիկին եւ մյուս պատմավիպական հերոսներին։ Քրիստոնեությունը մերժեց գուսանական արվեստը որպես խրախճանքի հեթանոսական ավանդույթ, եւ մինչև 15-րդ դարը ասպարեզում միջնադարյան տաղերն ու տաղերգուներն էին։ 15-րդ դարից սկիզբ առավ աշուղական արվեստը որպես այդպիսի։ Աշուղները ըստ էության հայ ժողովրդական երգարվեստի պրոֆեսիոնալ թևն էին կազմում։ Ի տարբերություն ժողովրդական երգի, որը բերնեբերան էր փոխանցվում, աշուղական արվեստը որպես հեղինակային ստեղծագործություն իր կանոններն ուներ եւ ուսուցանվում էր որպես գիտելիք։ Աշուղներն իրենց ուժերը չափում էին երաժշտական աղմկոտ մրցավեճերում եւ արժանանում կամ փառքի, կամ պարտվածի բախտի։ Հայ մեծագույն աշուղը Սայաթնովան է, որը համամարտկային բարձունքի հասցրեց հայ սիրերգությունը, իսկ Ջիվանին այն ստեղծագործողը, որը դարձավ ազգային աշուղական դպրոցի հիմնադիրը։ Մի քանի հատ չորուցամակ երկերը հիշատակս Նոր ժամանակներում աշուղական արվեստի վերածնունդն ուղղակիորեն կապված է մեծագույն երգիչ եւ մշակութային գործիչ Շարատալյանի անվան հետ։ Նա 1927 թվականին ստեղծում է հայ աշուղներ ազգագրական անսամբլը, ներկայացնում Հովնաթանի, Սայաթնովայի, Շիրինի, Ջիվանու, Շերամի եւ ուրիշների ստեղծագործությունները։ Շարատալյանը հավաքում, գրառում, կազմում ու տպագրում է Սայաթնովայի եւ Ջիվանու երգերի առաջին նոտագրված ժողովածուները։ Խիստ արտահայտիչ են եղել նրա աշուղական, գյուղական ու քաղաքային ժողովրդական, հայ կոմպոզիտորների երգերի, միջնադարյան տաղերի կատարումները։
որոնք նշանակալի տեղ են ունեցել նրա երգացանկում։ 1932-ից 33 թվականներին Շարատալյանը մասնակցում է նաև Երևանի օպերայի և բալետի թատրոնի հիմնադրմանը, իսկ 1938 թվականին կազմակերպում է աշուղական երգի նոր անսամբլ, որն անվանում է Հանճարեղ Սայաթ-Նովայի անունով։ 1942-ից մինչև 1972 թվականը անսամբլը ղեկավարում է ժողովրդական արտիստ Վաղարշակ Սահակյանը։ Նա ծնվել է Իրանի Սալմաստ գավառում։ Հետագայում տեղափոխվում է Լենինական, որտեղ սովորում է երաժշտական ստուդիայում, աշակերտում Նիկողայոս Տիգրանյանին։ Վաղարշակ Սահակյանը կատարել է Սայաթ-Նովայի, Ջիվանու, Շերամի և այլոց ստեղծագործությունները։ Երիտասարդ երգչին լսել ու բարձր են գնահատել Եղիշե Չարենցն ու Շարատալյանը։ Մեջնունի պես կորավ յարս, Լեյլի ջան մանիմ գալի, յանա, յանա, Էրվեց ավտունի ջիգարս, Արնի պես աչք տեղալի, յանա, 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 յանա։ Սայաթ-Նովա աշուղական երգի վաստակավոր անսամբլը մեծ աշուղի ծննդյան 300-ամյակի առթիվ անցած տարվա հոկտեմբերի 20-ին գեղեցիկ նվեր մատուցեց համայն հայությանը Մոսկվայի Կրեմլի համերգային մեծ դահլիճում տալով մի փայլուն համերգ։ Համերգի արձագանքները գերազանցեցին բոլոր սպասելիքները, աշխարհի տարբեր ծայրերից հնչող շնորհավորական եւ երախտագիտության հեռախոսազանգերը վկայեցին այն պարզ իրողությունը, որ բարձր արվեստը ամուր նստած է մեր ժողովրդի մշակութային գիտակցության մեջ։ Յարեն Էրվացիմ երգում է Թեհմինե Գրիգորյանը։
Կոմպոզիտոր աշուղագետ Էլինար Շահեն։ Շնորհակալություն։ 80-ականներին, երբ առաջին անգամ ես տեսա Թովմասին, ապշելու բան էր, ինքը որքան նվիրյալ էր ազգագրական երաժշտությանը, այդքան նվիրյալ էր աշուղական արվեստին, դա շատ հազվադեպ երևույթ էր, ինքը արդեն ինքնին որպես մարդ հազվագյուտ երևույթ է։ Մեր տուն էր եկել և ձայնագրում էր հայրիկիս, Գանձասարը գործում էր, բայց դեռևս չկար աշուղական անսամբլը, բայց իր մտքում, իր հեռանկարներում անսամբլը կար, և եթե չեմ սխալվում, ձայնագրեց իմ Շիրակ երգը, որը դարձավ անսամբլի լավագույն երգերից մեկը, և մեկնաբանության իր տեսակով և իր կատարումով։ Այս արվեստը մեր ժողովրդին հարկավոր է, քանի դեռ կա հայ ժողովուրդը, որտեղ սա ժողովրդի արվեստն է, ժողովրդի ստեղծագործություն է։ Աշուղական արվեստի այս գեղեցիկ անսամբլը, այս փայլուն անսամբլը դեռևս կգործի, շատ կգործի, Աստված ձեզ հետ։ Հայ ազգային աշուղական դպրոցի հիմնադիր Ջիվանու այս կանչելի երգը բացառիկ հուզիչ կենսագրական հիմքեր ունի։ 2 տարեկան էր Ջիվանին, երբ կորցնում է հորը, 1-2 տարի անց մորը ամուսնացնում են հարևան գյուղում և փոքրիկ տղայի մտապատկերում անջնջելի է մնում այն տեսարանը, երբ սայլի վրա նստեցրած տանում են մայրիկին և բոկոտին երեխան ճամփեզրին կանգնած տեսնում է, թե ինչպես բլրի ետևում անհետացավ սիրելի մայրիկի գլխաշորը։ Եվ միայն Ջիվանին կարող էր գրել «Եղիր երկնքումը ինձ սատար մայրիկ»։ Մայրիկ Աշուղ Ջիվանի երգում է Հովանես Մանուչարյան։ Ջուխտակ շամանները դրախ ծոցիտ մեջ Կատնախպյուր են եղել ինձ համար մայրի Տատրակի պես շատ են արեն ելևեջ Կրծքիտ վրա մաքուր սուրբ տաճար Համար հոյակապ կազմատես մաշեր Հրճվելու ռախացել վրասես աշեր Մինչև մեծանալս ինչեր ես կաշել Մնացել ես անքում անդադար Ջիվանին եմ սխալ մունքս զգում եմ Ես քու հոգուտ համար միշտ աղոթում եմ Ներիր քու մեղավոր հորթուտ խնդրում եմ Եղիր երկնքումա ինձ սադար Եղիր
երկնքոմա ինձ սատար մայրի ինձ սատար մայրի Երգչուհի Աշուղ Նազելի Պատիվ ունեմ արդեն գրեթե 15 տարի համագործակցելու նախ որպես երգչուհի, ապա որպես աշուղի այս հրաշալի իսկապես բացառիկ անսամբլի հետ։ Ուզում եմ ուրախությամբ նշել մի հրաշալի գործառույթ աշխատանք նույնպես, որ կատարվում է Սայաթ Նովա աշուղական անսամբլի եւ Սայաթ Նովա մշակութային միության աշխատանքների մեջ, վերականգնված աշուղի ձեռնադրության հրաշալի ավանդույթը, որ մեզանում ցավոք սրտի մոռացության էր տրված, եւ բոլորովին վերջերս պատիվ ունեցա ընդամենը 1 ամիս առաջ այս նույն հրաշալի անսամբլի հետ կատարվեց իմ Աշուղ Նազելի այդպես ձեռնադրության համերգ երեկույթը, որի համար շատ երջանիկ եմ, շնորհակալ եմ եւ պատիվ ունեմ այսպիսի հրաշալի անսամբլում ունենալ նաեւ իմ համեստ երգերը։ Շնորհակալ եմ ձեզ։ Ուրախալի է, որ այսօր էլ կան եւ գործում են թվով շուրջ 40 աշուղ։ Մերօրյա աշուղներից է Երամը, սյունեցի մարդ, որի ձեռնադրությունը տեղի ունեցավ 3 տարի առաջ։ Իդեպ հետաքրքիր է, թե ինչպես է տեղի ունենում աշուղների ձեռնադրությունը այսօր։ Այդ մասին այս երգից հետո կխնդրենք, որ մեզ պատմի Աշուղ Նազելին։ Իսկ այժմ Աշուղ Երամ, սյունեցի աղջիկ երգում է Արթուր Մնացականը։ Որոտանի կարկաչների ձայներից Սիրտս արավ հոգու ձայնը իմ անգին Զանգեզուրի կակաչների թերթերից Կարմրել են ալշուրթերդ իմ անգին Զանգեզուրի կակաչների թերթերից Կարմրել են ալշուրթերդ իմ անգին Սիրուն եղնիկի պես կքայլես, սյունեցի աղջիկ իմ հոգին կհանես, ալու ալվանես, լալու մարջանես, հայան նման աղջիկ խելքահան կանես, ալու ալվանես, լալու մարջանես, հայան նման աղջիկ խելքահան կանես Աշուղ երգիդ խաղերի մեջ է յարդ, սյունեցի ես սարերի մեջ է յարդ, քերծերի պես երկնքի մեջ է յարդ, երամն ասած սրտիս մեջ ես իմ անգին, քերծերի պես երկնքի մեջ է յարդ, երամն ասած սրտիս մեջ ես իմ անգին Սարի սիրուն եղնիկի պես կքայլես, սյունեցի աղջիկ իմ հոգին կհանես, ալու ալվանես, լալու մարջանես, այան նման աղջիկ խելքահան կանես, ալու ալվանես, լալու մարջանես, այան նման աղջիկ խելքահան կանես, այան նման աղջիկ խելքահան կանես Աշուղ Նազելի Դեկտեմբերի 12-ին, իհարկե 13 թվականի, Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում տեղի ունեցավ իմ Աշուղ Նազելու ձեռնադրության համերգ երեկոն։ Իսկ աշուղի ձեռնադրությունը մոտավորապես այսպես է, հնչում են աշուղի, այսինքն այդ օրը հնչեց իմ երգերից 17 երգ, Սայաթ Նովա աշուղական անսամբլի երգիչ երգչուհիների կատարմամբ, այնուհետև ինձանից ավելի ավագ աշուղի
Աշուղ Աստղանուշի ձեռամբ ես ձեռնադրվեցի, նա էր ապտակողը, այսպես ասած, որովհետև եթե ոմանք չգիտեն, ապա ուզում եմ ասել, որ մեզանում այդպիսի ավանդույթ է եղել, որ ավելի ավակ աշուղները կրտսերներին այդպես են դարձրել աշուղ, եւ եթե այդ ավանդական ապտակը ստանում են, ուրեմն իրենք այլևս աշուղ են։ Իմ ձեռնադրության ժամանակ ամբողջ Արամ Խաչատրյան համերգասրահում այդ ապտակը լսվեց։ Պարուս Սևակի վերաբերմունքը աշուղական արվեստի նկատմամբ հատուկ թեմա է։ Նա այնքան է գերվել Մեծն Սայաթ-Նովայով, որ նրա հանճարեղ գիտնականի միտքը ասպարեզ բերեց Սայաթ-Նովա դոկտորական մենագրությունը, Աշուղ Շահենը այս երգը նվիրել է իր մեծ բարեկամ Պարուս Սևակի հիշատակին։ Աշուղ Շահեն, անցա գնացի, երգում է Մկրտիչ Աֆրիկյանը։ Որպես մի ծաղիկ հողից դուրս ելա կյանքին ժպտացի անցա գնացի աշխարհը որպես մի քնքուշ երաս աչքովս տեսա անցա գնացի աչքովս տեսա անցա գնացի տեսա լավ ու վատ տեսա համբերան տեսա շատ կարիք ահա որ զրկան տեսա լավ մարդիկ բարի աշխատանք բարևս տվի անցա գնացի տեսա լավ մարդիկ բարի աշխատանք բարևս տվի անցա գնացի Շահենն եմ երկեցի նոր ման եկած աղկանց ուրակներ բոլոր զգացի մահս մնացի մոլոր կյանքս տվեցի անցա գնացի կյանքս տվեցի անցա գնացի և ինչ ես դու կյանք կարոտով երաս ապտակըտ ուժգին բարիքըտ մուրաս մտքերըտ խորն մարդիկ քեզ անհաս քեզնից կարոտով անցա գնացի մտքերըտ խորն մարդիկ քեզ անհաս քեզնից կարոտով անցա գնացի անցա Արմեն Ամիրյան։ Մենք արդեն խոսեցինք, որ դեռևս 1999 թվականին լուծարվեցին ռադիոյի 9 երաժշտախմբերը եւ միայն 4 երաժշտախմբերի ղեկավարների համար աշխատանքի նվիրվածության շնորհիվ հնարավոր եղավ պահպանել 4 երաժշտախումբ երկար ու ձիգ տարիներ։
Եվ 2008 թվականին նախագահ Սերժ Սարգսյանի անմիջական աջակցությամբ եւ կարգադրությամբ հնարավոր եղավ վերականգնել այդ նվագախմբերից 3-ը, իսկ 12 թվականին արդեն Սայաթ Նովա աշուղական անսամբլը։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Թովմաս Պողոսյանին, որ այս 12 երկար ու ձիգ տարիների ընթացքում նա կարողացավ իր բարձր պրոֆեսիոնալիզմով, մարդկային հատկանիշներով եւ նվիրվածությամբ պահպանել այս անսամբլը։ Ոչ միայն պահպանել, այլ նաեւ մատուցել այսօր մեզ աշուղական երգի բացարձակ որակ։ Շնորհակալություն, սիրելի վարպետ։ Նաև որպես շնորհակալություն այդ երկար տարիների աշխատանքի համար ես պատրաստել եմ մի փոքր նվեր, որը կարծում եմ համահունչ է ոչ միայն անսամբլի անվան հետ, այլ նաև ձեր ամբողջ կյանքի գործունեության հետ։ Հրաչյա Ռուխկյանի 1957 թվականին նկարված Սայաթ Նովա գծանկարը։ Ուզում եմ նվիրել ձեզ։ «1972 թվականին Սայաթ Նովա անսամբլը ցավոք դադարեց գոյություն ունենալ, եւ ահա 20 տարի անց 1992 թվականին Թովմաս Պողոսյանը իր շուրջը համախմբելով մի խումբ արհեստավարժ երգիչների եւ երաժիշտների վերստեղծեց անսամբլը, որն առ այսօր գործում է վայելելով մեր ժողովրդի սերն ու համակրանքը ինչպես հայրենիքում, այնպես եւ Սփյուռքում։ Նա նաեւ Սայաթ Նովա մշակութային միության նախագահն է։ Թովմաս Պողոսյանը 1971 թվականին ավարտում է Թբիլիսիի հայկական դպրոցը եւ տեղափոխվում Երևան, որտեղ աշխատում է Սայաթ Նովայի անվան աշուղական երգի պետական վաստակավոր անսամբլում Վաղարշակ Սահակյանի ղեկավարությամբ։ Սովորում է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, այնուհետև Կիրովականի մանկավարժական ինստիտուտում ստանում բանասիրական կրթություն։ 1987-ից առ այսօր Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում աշխատում է որպես դասախոս, իսկ 1992 թվականին վերստեղծում եւ ցայսօր ղեկավարում է Սայաթ Նովա աշուղական երգի վաստակավոր անսամբլը, որի հենքի վրա հիմնադրում է Սայաթ Նովա մշակութային միությունը, որին էլ կից 1997 թվականին ստեղծում Ջիվանու անվան աշուղական դպրոցը եւ հայ աշուղների միությունը, իսկ 2001 թվականին միության շրջանակներում հիմնում է աշուղագիտական կենտրոնը։ Թովմաս Պողոսյանը բազմաթիվ հոդվածների եւ աշխատությունների հեղինակ է։ 2009 թվականին Թովմաս Պողոսյանի աշխատասիրությամբ լույս է տեսնում Աշուղ Ջիվանի անհայտ երգեր ժողովածուն, որն ընդգրկում է 400-ից ավելի անհայտ երգերի տեքստեր, այդ երգերին նվիրված ուսումնասիրություն եւ Ջիվանու ստեղծագործությունների մատենագիտությունը։ Թովմաս Պողոսյանն ունեցել է բազմաթիվ համերգներ ոչ միայն Հայաստանի տարբեր բնակավայրերում, այլև աշխարհի բազմաթիվ երկրներում՝ ԱՊՀ երկրներ, Շվեյցարիա, Իրան, Սիրիա, Հունաստան, Հոլանդիա, Կանադա, Նոր Զելանդիա, Ավստրալիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Միացյալ Նահանգներ եւ այլն։ Այս նվիրյալ մտավորականն իր անսպառ եռանդով ու լավատեսությամբ վարակում է բոլորին, եւ իր արվեստակից գործընկերներին, եւ այսօրվա աշուղներին, եւ հանդիսատեսին, որի սպասված հյուրն է նա եւ եթերում, եւ բեմահարթակներում։ Թովմաս Պողոսյանը գիտե ինչ է անում, գիտակցված ու նպատակասլաց գործիչ է նա, ում համար անմար փարոս են մնում Սայաթ Նովայի, Կոմիտասի, Ջիվանու նման մեծերի անունն ու գործը։ Թովմասի նման մարդիկ են պահում ժամանակների պահը, պահպանում արժեքավորը եւ օգնում թոթափելու մեզ վրա չոքած անցողիկ կեղծ մշակութային քամիների փոշին։ Մենք հաճելի առիթ ենք ունեցել Ստեփանակերտում մի ամբողջ հաղորդում նվիրել Արցախ աշխարհի անզուգական երգիչ Գուրգեն Գաբրիելյանին եւ նրա երգերին։ Այս երգի արժեքը յուրահատուկ է, ըստ էության սա հարսանեկան երգ է, որտեղ ներկայացվում է Այանի, այսինքն մեծ մայրիկի տատի երգ-օրհնությունը նորապսակներին։ Սերը 1000 տարով լինի, հնչում է սիրելի տատիկի մաղթանքը։ Գուրգեն Գաբրիելյան, Այանեն երգը երգում է Լուսինե Գասպարյան։
Ժաննա Զուրաբյան։ Թովմաս Պողոսյանի եռանդը այն մտավորական անհատականությունների եռանդից է, որոնց վրա եւ մեծ մասամբ պահվում է ժողովրդի ազգի մշակույթի այս կամ այն բնագավառի զարգացման ընթացքը։ Ինքնանվեր, եռանդուն, կազմակերպված եւ ընդգրկուն։ Հիշենք մի քանիսը։ Տեսեք, այսօր հնչում են անուններ եւ այսօրվա աշուղների եւ անցյալի աշուղների Թովմաս Պողոսյանի հենց գործնեության առաջին քայլերը մոռացված անունների վերհիշումներ, վերականգնում էր Ջիվանու անհայտ երգերի հավաքումը եւ հրատարակումը եւ այլ, այսպես աշխուղական երգի առաջընթացի ծաղկման, որի Ջիվանու անվան աշխուղական դպրոցի հիմնադրում, Սայաթնովա միության հիմնադրում։ Առհասարակ ավանդապահության հիմքում հիշողության գործոնն է եւ այդ հիշողության մեջ շատ կարևոր է հիշել ամենակարևոր հոբելյանական տարեթվերը, որի, այսպես ասած, անմրցելի վարպետն է Թովմասը, կազմակերպիչ, այնպիսի ճյուղով օժտված, որ տարվա մեջ մի քանի անգամ մենք տեսնում ենք ինչպիսի հզոր հոբելյաններ են նշվել Սայաթնովայի, Ջիվանու, այդ հոբելյանական համերգների կողմից գիտաժողովներ։ Թովմաս Պողոսյանի համերգային ծրագրերը մեծ դահլիճում ֆիլհարմոնիայի անցնում են շռնդալից, լեփլեցուն դահլիճներով, եւ գիտեք, այնպիսի տպավորություն է, որ սա ազգային տոնի հանդիսություն ունի։ Կարծես ազգային ոգու տոնախմբություն լինի, այդպիսին է միշտ իմ զգացողությունը։ Ինչու? Որովհետեւ պատահական մարդիկ այստեղ քիչ կան, այստեղ գալիս են ազգը սիրող, հայրենիքը սիրող, ժողովրդին սիրող, աշխուղական երգի միջոցով ջերմացող եւ միասնացող մարդիկ, իսկ աշխուղ երգող մարդը, ինչպես Ջիվանին է ասում, ուրիշ է նաեւ Սայաթնովա անսամբլը։ Ողջունում եմ, շնորհավորում եմ Թովմաս ջան,
եւ ցանկանում եմ եռանդ, կորով եւ նույն ել ավելի մեծ մակարդակով առաջընթաց։ Այս երգը ժամանակին կատարել են մեծ վարպետներ Շարատալյանը եւ Վաղարշակ Սահակյանը։ Սայաթ Նովա, պատկիրքը Ղալամով քաշած։ Բարեկամներ, Ղալամ նշանակում է վրձին, իսկ Ղալամով քաշել նկարել։ Երգում է Ռաֆի Հակոբյանը։ Պատկիրքդ Ղալամով քաշած թարադրան գերան գիսանում Պատկիրքդ Ղալամով քաշած թարադրան գերան գիսանում Երեսիդ խալն ծածկում է մազիրը խափան գիսանում Երեսիդ խալն ծածկում է մազիրը խափան գիսանում Բացվիլիս կարմիր վարդի պես բլբուլի հիտ հանգիսանում Ակրեկտոս կումն շարած բրոշըտ մահանգիսանում Ակրեկտոս կումն շարած բրոշըտ մահանգիսանում Երեսըտ տեսնելու գուքան Կաղակակով գիղ պես Երեսըտ տեսնելու գուքան Կաղակակով գիղ պես Միրնողնքիզ մենք ու արնե անմահական դիղ պես Միրնողնքիզ մենք ու արնե անմահական դիղ պես Իպտիղ եմ էդ շաժիս գալի Շեղշեղումից ջիղ պես Ինչ կոնիմ սան թուրկաման չեն զուքսետ չոնգուր չան գիսանում Ինչ կոնիմ սան թուրկաման չեն զուքսետ չոնգուր չան գիսանում Տասնեմետ մեկն չինասի թեգուզ աշխարս քիզ գովին Տասնեմետ մեկն չինասի թեգուզ աշխարս քիզ գովին Նովա պարծաղիկ ծովային մանիշակ բացարացովին Նովա պարծաղիկ ծովային մանիշակ բացարացովին Բասկու էշխինուց դիմանամ ջունն տանես հայատնովին Թե տեսնողատ մեկ էլ տեսավ դիվանադա բանգիսանում Թե տեսնողատ մեկ էլ տեսավ դիվանադա Արզաս Ոսկանյան Մի շատ կարևոր հանգամանք գրեթե Տիկին Ժաննան շոշափեց, փորձեմ ես լրացնել, դա գիտության եւ այս անսամբլի կապն է։ Պորտալարը Թովմաս Պողոսյանն է, որը որ կոնսերվատորիայում հայ ազգային երգեցողության եւ նվագարանների ամբիոնի, որի պատիվ ունեմ ղեկավարելու ես, ամբիոնում դասավանդում է աշխուղական արվեստը։ Ես ձեզ հավատացնում եմ, թե ինչ կենթանի ուրեմն դա դասաժամեր են լինում եւ ինչքան մեծ հաճույքով ուսանողները, որոնք երբեմն չարաճճի են լինում բնականաբար եւ խուսափում են որոշ հանգամանքներով, այն էլ Թովմասի դասաժամը, որ ժամի 4-ի կողմն է, բայց Թովմասի դասարանը միշտ լեփլեցուն է լինում եւ նա դուռը չի կոծկում։ Դուռը բաց է եւ ոչ մեկը չի որոշում, որ Թովմասը իր աշխուղական երգերի հնչմամբ ձայնագրություն լինի, թե կենթանի լինի, որ խանգարում է կոնսերվատորիայի անդորը։ Այնպես որ գիտությունը շատ կարևոր է այս դեպքում հատկապես հին արդեն տարեց աշխուղների կենսագրություններ փորփրելու, հանելու, մեջտեղ բերելու, դա գերագնահատել անհնար է եւ ես ողջունում եմ գիտնական Թովմաս Պողոսյանին, որը որ բնականաբար գիտենք, որ հրաշալի երգիչ է, ես էլ ինձ լավ եմ զգում դրանում, այն, որ նա բազմաթիվ գրքերի հեղինակ է, գիշեր-ցերեկ, մագաղաթյա, այսպես բուրմունք ունի Թովմասը, եւ անընդհատ ոչ մի րոպե, ոչ մի վայրկյան նա չի կորցնում
անելու այն, ինչ որ ի վերուս տրված է իրեն։ Շնորհակալություն Թոմաս։ Աշուղ Աշոտին բնորոշ է եղել հատուկ վերաբերմունքը երիտասարդ շնորհալի երգիչների նկատմամբ։ Իդեպ նրանցից մեկը Թբիլիսիից եկած Թովմաս Պողոսյանն էր, որ առ այսօր երախտագիտությամբ է հիշում, որ Երևանում կատարած իր առաջին երգերի ունկնդիրն ու գնահատողը եղել է մեծ Աշուղը։ Աշուղ Աշոտ լուսնի շողով երգում է Լուսին Պողոսյան։ Սուրբ ձեքին, բուրմուկ տարած մովսարի, նահուր բերի օջախիս, ծուխը ելնից իրանի, սպրոց բացեմ այգուս մեջ, ապրեմ տեսքով իմ յարի, նահուր բերի օջախիս, ծուխը ելնից իրանի, սպրոց բացեմ այգուս մեջ, ապրեմ տեսքով իմ յարի, սրբավայրի ծաղիկ է, Որթավարի շաղիկ է, լույսը ցայտում աչքերից հայոց երկնի աստղիկ է, լույսը ցայտում աչքերից հայոց երկնի աստղիկ է։ Սարի ճամփով թե որ գա, աղբյուրները լուր գդա, հանդի ճամփով թե որ գա, արտուկները լուր գդա, գուսան Աշոտ նազելին, հրեշտակի թևերով, երդի ճամփով թե որ գա, աստղիկները լուր գդա, գուսան Աշոտ նազելին, հրեշտակի թևերով, երդի ճամփով թե որ գա, աստղիկները լուր գդա, ախ իմ սերը կրակ է, հույսի կանթեղ չրակ է, հազար հույսեր ունինա, քաղցրալուր մի տանջանք է, հազար հույսեր ունինա, քաղցրալուր մի տանջանք է, հազար հույսեր ունինա, քաղցրալուր մի տանջանք է։ Էլինար Շահեն 92 թվականին, երբ հիմնադրվեց, ավելի շուտ վերականգնվեց Սայաթնովա աշուղական երգի անսամբլը, նրա ղեկավարը Թովմաս Պողոսյանը ավելին հեռուն նայելով այդ բազայի վրա որոշեց ստեղծել եւ դրա պահանջը կար Ջիվանու անվան աշուղական դպրոցը 97 թվականին։ Այնուհետև նորից պահանջ եղավ, քանի որ իր պրպտուն մտքով ինքը դեռևս վաղուց արդեն պլանավորել էր ստեղծել աշուղագիտական կենտրոն եւ հավաքել էր ոչ միայն գրականություն համապատասխան, այլ նաեւ, ինչպես ասվեց, տարբեր աշուղներից, թեկուզ պատառիկներ պահպանված եւ ձեռագրեր, եւ նրանց մասին տեղեկություններ, եւ հարուստ բազա ստեղծվեց, որ այսօր գործում է Սայաթնովա մշակութային միության ներսում աշուղագիտական միակ կենտրոնը Հայաստանում եւ Սփյուռքում, որի ղեկավարը Թովմաս Պողոսյանն է։ Շնորհակալություն ենք հայտնում, քանի որ այդ կենտրոնին է պատկանում եւ հին եւ նոր աշուղների ստեղծագործությունների պահպանումը, հրատարակումը, նրանցից ուրեմն ես ձեզ ներկայացնեմ նախ մինչև աշուղները, սա մեր կենտրոնի ուրեմն արդյունքն է, Սայաթնովային 300-ամյակին նվիրված Սայաթնովան աշուղների խաղերի մեջ ժողովածուն, որը աշխատասիրության Թովմաս Պողոսյանի եւ մեր կենտրոնի իր մեջ ներառում է շուրջ ուրեմն 60 երգ 50 աշուղների եւ Սայաթնովայի 300-ամյակին նվիրված Սայաթնովայի խաղերը
Այս շքեղ երկու հրատարակությունները, հատկապես խաղերը 50 տարի անց հրատարակվեց։ Պատկերացրեք, որքան կարոտ էին ճշգրիտ նոտաներով երգեցողությանը եւ ոչ թե, ասենք, բանավոր մեկը մյուսից սովորելու փոխանցմամբ Սայաթ-Նովա երգել։ Եվ սա բերեց, լրացրեց այդ պակասը։ Ես մեր աշխարհագիտական կենտրոնի անունից շնորհակալություն եմ հայտնում մեր մեծ վարպետին իր այս ներդրման եւ այս գործունեության համար։ Շերամի այս երգը բազմիցս հնչել է տակավին սովետական տարիներին եւ այսօր էլ է երգվում, բայց ինչն է ցավալին, որքան հեշտությամբ ենք մենք երբեմն համակերպվում մեր ունեցածը ուրիշին զիջելով։ Խնդիրն այն է, որ այսօր մեր հարևանները խլել են այս երգը եւ ավելացնելով իրենց կլկլոցները ներկայացնում են որպես իրենց սեփականությունը։ Բայց Փառք Աստծո կա Սայաթ-Նովա աշուղական երգի վաստակավոր անսամբլը, որն ամեն ինչ իր տեղն է դնում եւ մեր ժողովրդին վերադարձնում մշակութային գողոնը։ Շերամ, ճանապարհս ընկավ Թիֆլիս, երգում է Արտաշես Վարդանյանը։ Ճանապարհս ընկավ Թիֆլիս, կրակլացվավ մեջն իմ սրտից, բարեբարեք սիրականից, երկրորդ խումբ, երրորդ խումբ, չորրորդ խումբ կռունգ, որտից ես քալից գեղեցիկ կռունգ, որ սորթի ձերից վիրավոր կռունգ, վիրավոր, վիրավոր, վիրավոր կռունգ, վիրավոր, վիրավոր, վիրավոր կռունգ։ Լալով գնում եմ ճանապարհ, նա իր տանն է, ես եմ օտար, ասա չընտրեք նոր սիրահար, երկրորդ խումբ, երրորդ խումբ, չորրորդ խումբ կռունգ, որտից ես քալից գեղեցիկ կռունգ, որ սորթի ձերից վիրավոր կռունգ, վիրավոր, վիրավոր, վիրավոր կռունգ, վիրավոր, վիրավոր, վիրավոր կռունգ։ Մատաղ լինեմ քո երամին, անուշ կլկալ ամբերանին, մի մոռանար քո շերամին, երկրորդ խումբ, երրորդ խումբ, չորրորդ խումբ կռունգ, որտից ես քալից գեղեցիկ կռունգ, որ սորթի ձերից վիրավոր կռունգ, վիրավոր, վիրավոր, վիրավոր կռունգ, վիրավոր, վիրավոր, վիրավոր կռունգ։ Արմեն Ամիրյան, Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել հանրային հեռուստատեսության իմ գործընկերներին ստեղծված այս բացառիկ առիթի համար։ Շնորհակալություն հայտնել, որ այսօր երկերկոցի շրջանակներում հնչում է ազգային երգերաժշտությունը եւ համոզված եմ, որ հետագայում եւս առիթներ ենք ունենալու տարբեր հաղորդումների շրջանակներում ունկնդրելու ազգային հայկական երգերաժշտություն։ Եվ կարծում եմ հենց դա է լինելու առիթը, որ մեր հասարակության մեջ ձևավորվելու է հավատը վաղվա օրվա նկատմամբ, սերը հայրենիքի նկատմամբ ավելի է ամրապնդվելու եւ հայը իր հայրենիքում զգալու է ավելի ամուր
եւ ավելի պինդ։ Շնորհակալություն հանրային հեռուստատեսության մեր գործընկերներին։ Արզաս Ոսկանյան։ Երկոցի հետ շփումներս բավականին ինտենսիվ են եւ ուրախությամբ այսօր պետք է նշեմ այս նորամուտը, որ մենք այն սրահից տեղափոխվել ենք այս սրահը եւ մատուցում ենք աշուղական երաժշտություն այնպես ինչպես պարտավոր էինք մատուցել։ Սիրելի խորեն դուք ձեր խոսքի մեջ ասացիք, որ ինչպեսը, ես էլ եմ հիշում ինչը եւ ինչպեսը Պարուշ Սևակի։ Այո, պետք է ինչպեսն էլ մենք ապահովենք եւ այսօր ողջունում եմ ամբողջությամբ, սա մեծ հաղթանակ է երկոցի համար, որ ինքը իրեն կարողացավ հաղթարել, ինքը իրեն շրջանցել, ոտքի կանգնել եւ ցուցադրել, հնչեցնել ակնուկնդիրներին մեր այնպիսի մաքրավոճ ուրեմն կատարումներ, ինչպիսին մենք այսօր տեսանք։ Շատ ուրախ կլինեի, որ Խաչատուր Ավետիսյանն ենք մենք երկոցում ունեցել։ Դա կատարեր պետական ազգային նվագարանների նվագախմբի նվագակցության, որտեղ Խաչատուր Ավետիսյանն ունի պարտիտուրներ եւ մենք չպետք է հարմարացնենք այս ու այն կազմերի հետ։ Եվ մյուս այլ հոգևոր երաժշտության հարցը ես պատրաստ եմ ուրեմն ամբողջությամբ նվիրվել մեկ հաղորդման, որպեսզի մենք միջնադարյան եւ հոգևոր երաժշտություն անենք այնպես ինչպես պատշաճում է։ Շնորհակալություն ձեզ, որ կարողացաք հաղթարել այս գեղեցիկ ձևը բերել մեզ։ Թովմաս Պողոսյան։ Շնորհակալություն։ Ես սիրով միանում եմ իմ ղեկավարներին, իմ ուսուցիչներին, որոնք բացառիկ արժեքով գնահատեցին ամեն ինչ եւ հատկապես իմ խոնարհ ծառայությունը, համեստ ծառայությունը։ Եվ միանում եմ ձեր այն կարծիքին, որ այո, բեկում է տեղի ունենում երկոցի մեջ։ Ողջունում եմ մեր լավ գործընկերներին, Բեմում է Հայաստանի ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանը, որը հայտնի է ոչ միայն որպես ժողովրդական եւ աշուղական երգերի հրաշալի կատարող, այլև որպես բազում, մոռացման ենթակա երգերի փրկիչ, բանահավաք, մանկավար։ Բարեկամներ, եկեք ջերմորեն դիմավորենք տաղանդավոր արվեստագետին եւ մշակութային գործչին, ում տարիների ջանքերով վերստին հառնեց հայ աշուղական երգը։ Աշուղ հավասի, ինչ ասեմ, երգում է Թովմաս Պողոսյանը։ Ամրասենթ է,
Դե ինչ կասեք սիրելի բարեկամներ, ահա եւ հայ աշուղական երգը իր իսկական նկարագրով։ Կարծում ենք շատերի մեջ մի լար շարժվեց, չէ՞ որ այն ինչ հենց նոր տեղի ունեցավ այս տաղավարում, մի հարազատ ու կորած հեքիաթի վերադարձ էր, հեքիաթ, որի սկզբանե կա մեր մեջ, բայց կյանքի աղմուկների մեջ երբեմն մոռացվում ու հեռանում է մեզանից։ Ուրեմն եկեք ոչ թե օտարների ունեցածի վատ նմանակումներով փչացնենք մեր ու մեր զավակների ճաշակը, ոչ թե նայենք մեզ ծուռ հայելիների մեջ եւ կորցնենք մեր դեմքը, այլ շիտակ նայենք մեր ազգային մշակույթին, որը երբեք չի ստում։ Չի ստում այն պարզ պատճառով, որ չի կարող մարդը իր հոգու խորքում գոնե ստել ինքն իրեն։ Սայաթ Նովան ասել է. ամեն մարդ չի կանա կարդա իմ գիրը, ուրիշ գրեն է։ Նրա այս տողերը կարող է կրկնել նաև մեր ողջ ժողովուրդը, որի գիրն ու այդ գրի խորհուրդը կարող է կարդալ միայն մեր ժողովուրդը։ Եթերում երգերքոցներ հանրային ռադիոյի Սայաթ Նովա աշուղական երգի վաստակավոր անսամբլի համերգով կհանդիպենք։